շատ կարևոր է, հատկապես եթե ձեր հարազատը ունի որևէ գանգատ, որի մեջ կարող է մտնել առաջին ամենակարևորը սրտխփոց, երկրորդ սինկոպ է, գիտակցության կորուստ, անցողիկ գիտակցության կորուստ անհայտ պատճառի, երրորդը գլխապտույտներ անհայտ պատճառի, կամ եթե չունի գանգատ, բայց հարազատների մեջ ունենք պացիենտ, որը ունեցել է սրտային հանկարծամահություն, հատկապես եթե խոսքը վերաբերում է վաղաժամ սրտային հանկարծամահությանը, 40-ից երիտասարդ տարիքում սրտային հանկարծամահությանը, ապա պարտադիր կերպով ցուցված է իրականացնել հետազոտություն ախտորոշելու համար այս հազվադեպ հանդիպող, բայց շատ տրագիկ հիվանդությունները, որոնք կարող են պատճառ հանդիսանալ երիտասարդ, նույնիսկ մանկական տարիքում սրտային հանկարծամահության, եւ կարեւոր է, որ ախտորոշում ունեցող արդեն պացիենտների հարազատները նույնպես տիրապետեն առաջին բուժօգնության հմտություններին, որպեսզի կարողանան անհրաժեշտության դեպքում փրկել իրենց հարազատի, երեխայի, քրոջ, եղբոր եւ ծնողի կյանքը։